Ինչու ենք մենք այսօր այստեղ, հայտարարում ենք, որ մենք երկու նոր օդանավեր ենք ունենալու Հայաստանում, Զվարթնոցում, ունենալու ենք նոր բազա, որը հնարավորություն է տալիս նոր աշխատատեղեր բացելու համար, տոմսերը շուտով կլինեն հասանելի եւ նաեւ կսկսենք նոր աշխատակիցների ներգրավումը, ընդունումը։ Երկու օդանավեր կլինեն Airbus A321-ը, որը նրա լավագույնը այս ոլորտում նեո տեխնոլոգիաներով հագեցած, ունենալու է 239 նստատեղ, 20% ավելի քիչ նավթի օգտագործում եւ ինչպես նաեւ ձայնային աղմուկի աղտոտվածությունը 50% նվազեցվելու է, ինչպես նաեւ NO2-ի արտանետումն է պակասելու 50%, այսինքն շրջակա միջավայրի համար դա եւս կարեւոր է եւ քիչ ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի աղտոտվածության վրա։ 8 նոր ուղղություններ են լինելու Երևանից դեպի տվյալ ուղղությունները, ընդհանուր լինելու է 17 ուղղություն, 10 երկիր։ Ահա եւ ուղղությունները կսկսի օկտեմբերի 1-ով առաջին ուղևորությունը Երևան դեպի Պրագա, այստեղ կարող են տեսնել արժեքները։ Հաջորդը նաեւ լինելու է Երևան-Համբուրգ, օկտեմբերի 2-ից Նիս, Պաֆոս, Նեպալ, Բուխարեստ, Երևան-Բարի եւ Երևան-Միմենգեն, այսինքն մինչեւ հոկտեմբերի 28-ը սկսելու են բոլոր ուղղությունները։ Շատերը կլինեն շաբաթը 3 անգամ, որոշները կլինեն 2 անգամ, կարող եք տեսնել արժեքները, սկսած 39.99 եվրո արժողությամբ կլինեն։ Ինչպես տեսնում եք, նաև լինելու է Երևան դեպի Դորտմունդ, հուսանք մինչև 4 անգամ կլինի շաբաթական, այսինքն հաճախականությունը, փորձում ենք հասնել դրան։ Շուտով տոմսերը եւս կլինեն հասանելի վաճառքի։ Մեր կայքում կարող եք տեսնել, նաև app-ով կարող եք տեսնել հավելվածով եւ կարող եք արդեն պատվիրել եւ գնել տոմսերը։ Կուզենայի նշել, որ այս հայտարարությունը չի նշանակում, որ մենք դադարեցնելու ենք եւ չենք շարունակելու։ Բնականաբար մենք կզարգացնենք հնարավոր ապագա ուղղություններ եւ ավելի շատ ուղղություններ բացել։ 10 երկրներ, 17 ուղղություններ, մինչեւ ձմեռ այս ամբողջը կգործարկվի։